Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է։ Բարև ձեզ։ Բարև։ Պարոն Բաբայան, պաշտոնապես քարոզարշավի մեջ ենք եւ ամեն օր ընտրություններին հայտ ներկայացրած ուժերը շփվում են քաղաքացիների հետ, հանդիպումներ ունենում, ներկայացնում ներքաղաքական եւ նաեւ շատ կարեւոր է արտաքին քաղաքական իրենց մոտեցումները, տեսլականները եւ արտաքին քաղաքականության բաղադրիչը բավականին գերակա է այս ընտրություններում։ Գրեթե բոլոր խոսակցությունները այդ տարբերության մեջ են ավարտվում։ Աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, նրանց հետ գործակցության կամ նրանց հետ, այսպես ասենք, վերաֆորմատավորված հարաբերությունների մասին։ Օրինակ այսօր Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանը ասում էր, որ Հայաստանի բոլոր խնդիրները ինքը մեկ զանգով կարող է լուծել։ Մեկ զանգով Լուկաշենկոին։ Եվ նա հայ ժողովրդի որպես բարեկամ պատրաստ է։ Ուղղակի զանգող չկա էլի, նրան շատ կոպիտ ասած։ Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցության հետ միասին նշեցին, որ Հայաստանը այլընտրանք չունի, քան Ռուսաստանը։ Դե Սամվել Կարապետյանի մասին էլ չեմ ասում։ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարություն արեց, որ Հայաստանը պիտի կողմնորոշվի եւ որքան շուտ այնքան լավ Եվրամիություն թե ԵԱՏՄ հանրաքվե անցկացնի այդ հարցերով, կարծես թե Հայաստանը հանրաքվեով էր միացել օրինակ նույն ԵԱՏՄ-ին էլի։ Քաղաքացիական պայմանագիրն էլ դե դիվերսիֆիկացիա, բալանսավորում, բալանսավորող քաղաքականություն եւ այլն։ Այս համատեքստում երբ շատ գերակա է աշխարհաքաղաքական, այսպես ասենք, ներկայությունը այս ընտրություններում եւ կողմերից յուրաքանչյուրը, ես ամենատեպս առանցքային դերակատարներին էլի թվացի, կողմերից յուրաքանչյուրը փորձում է ընտրողի քվեն վաստակել նաեւ հենց աշխարհաքաղաքական իր դիրքավորումների շնորհիվ։ Մենք հիշում ենք 2020 թվականը, 22 թվականը, 23 թվական եւ այլն։ Ինչ-որ բան փոխվել է, որ կարելի է օրինակ նույն Լուկաշենկոյի բարեհաճությամբ կամ դրա մասին խոստումով օրինակ քվե ստանալ։ Իդեպ Լուկաշենկոն հայտարարել է, որ մասնակցել է Ադրբեջանի հետ պատերազմի նախապատրաստմանը։ Ես դժվարանում եմ անկեղծ ասած նման մտածողություն, հա, թրիմի հարվածով կլուծենք այս հարցը, այս մի հովանավորով ուրեմն ամբողջ աշխարհը կփոխվի եւ այլն, նրանք շատ գեղեցիկ են ժողովրդական ֆոլկլորի մեջ, հեքիաթների մեջ, որտեղ կան նման հերոսներ, բայց կարծում եմ քաղաքականությունը մի քիչ ուրիշ ոլորտ է, հաշվարկների, հնարավորությունների եւ ամենակարևորը դուք ասացիք ինչով են տարբերվում այս ընտրությունները նախորդ ընտրություններից, սրա մասին արդեն կարծում եմ մենք երևի վերջին 1-2 տարվա ընթացքում շատ ենք խոսել, որ այո, տարբերվում են եւ տարբերվում են ոչ թե քաղաքական ուժերի քանակով, ոչ թե լիդերներով, ոչ թե այս հրեղենձիով եւ այլն, այլ քաղաքակրթական ընտրություններով։ Եվ իդուր չէ, որ շատ է ակտիվացել կոնկրետ Պուտինյան Ռուսաստանը, որը իրեն այդքան ակտիվ չէր պահում ոչ 18 թվականի ընտրությունների ժամանակ, ոչ 21, որտեղ բոլոր դեպքերում այդ ժամանակ նման հարց դրված չէր։ Հիմա դրված է այս հարցը եւ կարծում եմ Ռուսաստանը հասկանում է, որ եթե նա ակտիվորեն չխառնվի այս ընտրությունների մեջ, կարող է ուշանալ։ Կա եւս մի հանգամանք, սա եթե կարելի է այդպես ասել, օբյեկտիվ հանգամանք է, կա եւ սուբյեկտիվ հանգամանք։ Մենք երկար տարիներին ինքներս ենք ստեղծել այնպիսի վիճակ, որ Հայաստանի հետ պետք է խոսել նման ձևով։ Նայեք, ես վերջի մի քանի օրվա իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել կոնկրետ Զելենսկում, եւ Հայաստան գալ, եւ Ադրբեջան գալ, եւ Ադրբեջանի շփումներ ունենալ Ալիևի հետ,
հարցեր են առաջացնում հայ հասարակության մեջ, թե բա ինչու չեք արձագանքում Ալիևի հանդիպումներին, այդ ռազմական փոխհամագործակցության, ստրատեգիական նմանատիպ հայտարարություններին եւ այլն, եւ այդքան կոշտ արձագանքում է ոչ միայն ուրեմն ղեկավարությունը, այլ նաեւ մամուլը, մենք գիտենք Ռուսաստանում մամուլը ինչքանով է ազատ եւ ժողովրդավար, ինչքան էլ ցավալի չլինի, պետք է խոստովանել, որ Ադրբեջանի հետ խոսում են այն ձևով, որը նա վաստակել է այս տարիների ընթացքում, քիչ թե շատ բոլոր դեպքերում ինքնուրույն քաղաքականությամբ, երբ կարողանում էր նույնիսկ Թուրքիայի որոշակի որոշումների դեմ կանգնել, մենք հիշում ենք ֆուտբոլային դիվանագիտությունը, ինչ արձագանք գտավ դա Ադրբեջանում, էլ չեմ ասում Ռուսաստանի հետ հարաբերություններում, եւ Հայաստանը, որը երբևիցե չի ընդվզել եւ ստեղծել է մի կերպար, որը միշտ համաձայն կլինի ուրեմն ձեր ուզած որոշման հետ։ Շատ մեծ անակնկալի եկել Ռուսաստանը այս վերջի տարիների ընթացքում, հայ մատության համար կարող ենք ասել, որ մոտավորապես եթե մենք պատկերացնենք, որ վաղը Լուկաշենկոն նման մի եվրոպական հավաք անցկացնի Մինսկում, ինչ կառաջացնի դա Ռուսաստանի մոտ զարմանք։ Ինչ եղավ քո հետ այս տարիների ընթացքում, մենք լրիվ ուրիշ Բելոռուս ենք սովոր ընդունել, մենք լրիվ ուրիշ Հայաստան ենք սովոր տեսնել։ Փորձենք փոքրինչ ավելի խորանալ հարցի մեջ, ենթադրաբար երբ Ռուսաստանի ներգրավվածությամբ կամ անգործությամբ տեղի ունեցան շատ մեծ համար ողբերգական զարգացումներ, ըստ Բելարուսի իր մասնակցությամբ նաև եւ այլն, ու այս քաղաքական ուժերը բնականաբար ունեն, չէ, մեխանիզմներ, ներքին սոցհարցումներ եւ այլն, հասկանալու իրենց ուժերի, իրենց անձանց նկատմամբ հանրային տրամադրվածությունները, այն մարդիկ, ովքեր կարող են իրենց նկատմամբ, եթե ոչ դրականապահ, ոչ մերժողական լինել, փորձեն հասկանալ, թե ինչ կարող են առաջարկել նրանց իրենց կողմը գրավելու համար, եւ մարդիկ հանգել են նրան, որ ասելով, որ մեր հարցերը կլուծի Լուկաշենկոն, դա իրենց քվե է բերելու։ Մարդիկ հանգել են նրան, որ ասելով, որ Հայաստանը այլընտրանք չունի, քան Ռուսաստանը, դա իրենց քվե է բերելու։ Ինչ է փոխվել այս տարիների ընթացքում խորքում մեր հանրային ընկալումներում, թե հարցի մեջ շատ ենք խորանում եւ այս ուժերը պարզապես առաջարկելու այլ բան չունեն։ Գուցե այն ինչ որ ես հիմա կասեմ, մի քիչ զարմանալի թվա, բայց անկեղծ ասած ես կարծում եմ, որ այդ ուժերը, որոնց հաճախ կոչում են պրոռուսական, իսկ պարզապես կանվանել ռուսական, անկեղծ ասած այդքան էլ մեծ հույսեր չեն կապում ընտրությունների հետ, ավելի մեծ հույսեր են կապում հետընտրական պրոցեսների հետ։ Արդեն ասպարեզ են նետվել տարբեր թեզեր, որ պատրաստվում են մեծ կեղծիքներ, որ Եվրոպան շատ ակտիվորեն ուրեմն խառնվում է այս ընտրություններին, այս ամեն ինչը նախապատրաստական ուրեմն աշխատանք է։ Եվ կարծում եմ, ամենայն դեպս ես ինձ կարող եմ թույլ տալ դա ասել, որտեղ ոչ պետական, ոչ կուսակցական գործիչ եմ եւ ուրեմն որևէ սահմանափակումներ, անուններ տալու մեջ ես չունեմ։ Բարեբախտաբար, այո։ Ռուսաստանը մի ձև ունի մնալու այս տարածաշրջանում, պատերազմ։ Եվ որ ասում թե վարչապետը խոսում է նրա մասին, որ այդ պատերազմը կլինի եւ այլն, բայց չի կոնկրետացնում, թե այդ պատերազմը որտեղից կարող է ծագել։ Պատերազմը կարող է ծագել նաեւ հաստատությունից։ Մենք միշտ մտածում ենք, որ Ադրբեջանից կգա։ Ես չգիտեմ որտեղից կարող է գալ, բայց ամենայն դեպս կարծում եմ երկիրը, ես նկատում եմ Ռուսաստանը,
իր համար պատրաստում է իրեն շատ բնորոշ դերակատարում, փրկիչ, որպեսզի կարողանա այդ դերակատարումը իրագործել, այստեղ պետք է լինի պատերազմ, պետք է գա փրկի Հայաստանը, խոսքը չի գնում Ղարաբաղի մասին։ Եվ այդ ժամանակ գնալով խոսքը, որ մենք եկել ենք Հայաստանը փրկելու, Ղարաբաղի մասին մոռացեք։ Եվ միակ փրկելու ձևը ո՞րն է։ Միակ փրկելու ձևը դա Ռուսաստանի կազմի մեջ մտնելն է։ Ինչ որ մի կարգավիճակով, կարող է ասոցացված, կարող է որպես Թաթարստան, հա, նման մոդելներ կային, կարող է բելարուսական ընդհանուր պետության կարգավիճակով։ Չեմ կարծում, որ այս, ցույց ասեմ, պլանի մեջ, այս պլանի հետ շատ ակտիվորեն համաձայն է Թուրքիան։ Թուրքիան դեռ անցյալ դարի սկզբին պնդում էր, որ Հայաստանը արձանագրի իր անկախությունը։ Թուրքիան չի ուզում ունենալ ընդհանուր սահման Ռուսաստանի հետ։ Թուրքիան վախենում է դրանից։ Թուրքիայի համար շատ ավելի լավ է, եթե կան 3 հանրապետություններ՝ Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան, որտեղ նա ել է վախենում Ռուսաստանից եւ գիտի, որ ուզած ժամանակ երբ որ կլինի դրա հնարավորությունը, Ռուսաստանը եւս կարող է բարձրացնել այն հարցերը, որոնք սիրում են բարձրացնել մեր շատ հայրենասեր պատմաբանները։ Այնպես որ ես կարծում եմ իրականում նույնիսկ քարոզի տեսակետից, որտեղ քարոզը այնքան կներեք անգրագետ է արվում, հա, որ մտածում ես լավ, այս ում համար է արվում։ Միթե կարելի է այդքան վատ կարծիք ունենալ սեփական հանրության մասին։ Քարոզը հանրության համար չի արվում։ Քարոզը արվում է պատվիրատուի համար, տիրոջ համար։ Տեսեք ես ինչ եմ անում։ Ես որտեվ ոնց ասեմ, վերջերս երբ որ ուրեմն քաղաքական որոշակի լիդերներ սկսեցին ցույց տալ մաստեր-կլաս հայոց լեզվի իմացության, ես անկեղծ ասած ուզում եմ գուցե առիթը, հա, օգտվեմ եւ դեր մոտից հանդես գամ հետեւյալ առաջարկությունով։ Ես առաջարկում եմ մեր Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հաճարյանի անվան լեզվի ինստիտուտին պատրաստել եւ հրապարակել քաղաքական բառարան, որտեղ զտեղված կլինեն բառեր 1-2 վանքից կազմված։ Պետք է հաշվի առնել բոլոր դեպքերում մեր քաղաքական ուրեմն դաշտը։ Առավել եւս այնտեղ կարելի է տեղադրել լայն օգտագործման համար, որտեղ այդ ժողովրդական գոհարները նաև պարունակում են նման մոտեցումներ, որոշակի ասացվածքներ, հա, ասենք թե եղունգ ունես, գրլուխդ քո իր, հանգիստ կարելի ասել դա, հա, կամ որտեղ հաց, այնտեղ կաց։ Սա առաջին քայլն է։ Երկրորդը կարծում եմ նույն լեզվի կոմիտեն պետք է շատ լուրջ անդրադառնա հայոց լեզվի որոշակի տառերին, որոնք չկան ուրիշ լեզուներում եւ որոնք դժվարություն են առաջացնում ձ, հ, չ, ց, ում են պետք է ավելորդությունները, երբ որ մենք հանգիստ կարող ենք միտքը տեղ հացնել, ուրեմն դրան փոխարինող ուրիշ լեզվում գոյություն ունեցող տառերով։ Այս ռակուրսով որ նայում ես շատ բան դառնում է հասկանալի։ Ում համար է դա ասվում։ Ով է պատվիրատուն, ինչի ասում։ Եվ էլ եմ ասում, ես կարծում եմ եւ պարզ է որ ոչ ոք հիմա բացեբաց չի ասելու, որ մեզ այդքան էլ չի հետաքրում արդյունքները ընտրությունների։ Ընդ որում ես չեմ կարող ասել, որ սա ես եմ այս ուրեմն մտքի պիոները, հա։ Ես
եթե չեմ սխալվում, մոտ 2 շաբաթ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասել, որ իրեն շատ են անհանգստացնում ոչ թե ընտրությունները, այլ հետընտրական process-ները։ Ես կարծում եմ պետք է լսել այդտեղ կա մեծ ճշմարտություն այդ խոսքերի մեջ։ Պարոն Բաբայան, Ռուսաստան եւ Թուրքիա, հա, այս հակադրությունը եւս գերակա է քարոզարշավի ընթացքում։ Եթե ոչ Ռուսաստան, ապա Թուրքիա կամ թրքացում, հա, բայց եթե փորձում ենք տրամաբանել եւ անգամ շատ հեռու չգնալ, հա, նույն, չգիտեմ, վերջին 100 տարվա պատմությանը եթե նայենք, ինչ է ստացվում, որ հայկականը կամ հայկականությունը թրքացել է այն ժամանակ, երբ եղել է ռուսաֆիկացված։ Նախիջևան, Ղարաբաղ, Հայաստան։ Մենք մոռանում ենք ինչ կենցաղով այդ եւ մշակութային ժողովրդական կենցաղով ենք մենք ապրում։ Գիտեք ինչ, կարծում եմ այստեղ այս դիսկուրսը որ բերվում է, հա, այս ընտրությունը, եթե ոչ Ռուսաստան, ապա Թուրքիա, դա նոր բան չի, դա դեռ բերվում էր այն տարիներին, երբ որ Հայաստանը, հա, մեկ գիշերվա ընթացքում որոշեց մտնել ԵԱՏՄ եւ այդ ժամանակ շատ եւ շատ կարծես թե լուրջ տպավորություն թողնող մարդիկ ասում են դե մեր ճակատագիրը դա է, մենք անպայման պետք է որևէ մեկի տակ պարկենք։ Եթե մենք չենք պարկել Ռուսաստանի տակ, ապա մենք պետք է պարկենք Թուրքիայի տակ։ Եկեք փորձենք այդ էքսպերիմենտ անել։ Թուրքիա բառը ընդհանրապես հանել եւ Ռուսաստան բառը հանել եւ նայել կուսակցությունների ծրագրերին, ով ինչ է առաջարկում։ Եվ դուք կտեսնեք, որ կուսակցությունների 90% ասելու բան չունի, եթե չի օգտագործում այդ բառապաշարը։ Վերջ-վերջո, երբ մենք խոսում ենք եվրոպական ընտրության մասին, դա բառեր չեն, դա ապրելաձև է, աշխատելաոճ է, դա որոշակի քաղաքական մշակույթ է, դա բնապահպանության խնդիրներ են, դա մարդու իրավունքներն են, դա ազատությունն է, դա ժողովրդավարությունն է։ Երբ որ դու այս ամեն ինչը գումարում ես իրար եւ աշխատում ես, որ այդ ամեն ինչը սկսի աշխատել, դու հայտնաբերում ես, որ դու գտնվում ես այս դաշտում։ Եթե այս ամեն ինչը չի աշխատում, եթե քո համար ամենակարևորը պատերազմն է, եթե քո համար ամենակարևորը փուչ ազգային արժեքներն են, որով դու կարող ես խաբել մարդկանց, բայց իրականում թույլ տալ, որ իրենք ապրեն խոզի պես կեղտի մեջ, դու հայտնվում ես այս դաշտում նույնիսկ եթե դու չես ասում, որ դու ուզում ես Ռուսաստանի հետ լինել, որտեղ Ռուսաստանի 90%-ն է այդպես ապրում։ Սա է խնդիրը, մենք հանենք այդ անունները ու պարզապես փորձենք ասել ինչ ենք մենք ուզում եւ կտեսնենք, երբ որ մենք կթելադրենք կետ առ կետ ինչ ենք մենք ուզում, մեխանիկորեն մենք կհայտնվենք այս կամ այն դաշտում։ Պուտինը երբ խոսեց Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի մասին, այսինքն Հայաստանի ընտրության մասին եւ այսպես ասենք կոչ արեց, որպեսզի Հայաստանը որքան հնարավոր շուտ կողմնորոշվի, այդ համատեքստում նա հիշեց ուկրաինական քեյսի մասին, հա։ Դե բնականաբար այդտեղ որևէ բառի ընտրություն պատահական չի լինում։ Վախեցնել։ Իսկ ինչ է մնում։ Հրապուրելու ուրիշ ձև չկա։ Ոչ տնտեսությունով, ոչ գիտությունով, ոչ կրթությունով, ոչ առողջապահությունով։ Երկիրը հասցրել է իզգոյի կարգավիճակի։ Գիտեք, Պուտինի վերաբերյալ հետաքրքիր բան է։ Մեկ-մեկ ես մտածում եմ, ասում եմ, կամ այդ մարդը տենց խելացի անգլացի դիվանագետի ուղեղ ունի եւ փորձում է իր քայլերով, իր կողմից հովանավորվող ուժերով
մեզ ցույց տալ, թե ինչպիսի երկիր չի կարելի կառուցել ու գնալ։ Բայց հասկանում եմ, որ խոսքը ոչ թե անգլիական ուղեղի մասին է, այլ սովետական NKVD-ի ընդ որում լավ փտած։ Ուրեմն այդպիսի բան չկա։ Ինչով կարելի է հրապուրել երկրները։ Միայն առաջադիմության, որտեղ երկրները մարդկանց նման են, մարդ ուզում է ավելի լավ ապրի։ Այդ ձգտումն է, որը առաջացնում է պրոգրեսը, հա։ Մարդը չի կարող ավելի լավ ապրի, փայտի, ուրեմն հարվածի սպառնալիքի տակ։ Մեզ փորձում են այս տարբերակը ներկայացնել։ Էլ չեմ ասում, որ մոռանում են, որ նույնիսկ բառապաշարի մեջ կարծես թե չնայած մեղմ բառապաշար էր բոլոր դեպքերում, եկեք քաղաքակիրթ ձևով, ինտելիգենտ ձևով բաժանվենք եւ մոռանում է, որ այդ կազմակերպությունը, որտեղ մենք գտնվում ենք, գոնե դե ֆակտո, դե յուրե միայն դու չես, որ որոշես այդ հարցերը, ով մնա կամ ով մտնի, որ այստեղ կոնսենսուս է պետք, որ դեռ փաստ չի, որ ասենք թե Ղազախստանը կամ Ուզբեկստանը կհամաձայնվեն քո առաջարկություն, Բելարուսը կհամաձայնվի, միանշանակ։ Ընդ որում Բելարուսը կհամաձայնվի այնքան ժամանակ, քանի այնտեղ Լուկաշենկոն է։ Ես բազմիցս եղել եմ Բելարուսում, դա հրաշալի ժողովուրդ, իսկապես արժանի շատ ու շատ ավելի լավ ճակատագրի։ Դե փորձանք եկել է, հիմա ով կարող է խուսափել փորձանքից ոչ, մենք էլ չենք կարող։ Այնպես որ ես կարծում եմ այս ձևը շփվելու իրականում եւ չեմ կարծում որ այդքան չեն հասկանում առաջացնում է լրիվ հակառակ ռեակցիաներ բայց քանի որ նայեք հաճախակի մենք ասում ենք եւ մեղադրանքներ ենք ներկայացնում նույն Պուտինին կամ նույն Լուկաշենկոին մեղադրանքներ որոնք են հարգեք մեզ եղբայր սեփական ժողովուրդը չեն հարգում ինչու՞ պետք է քեզ հարգեն Շատ պարզ տրամաբանություն է։ Եթե ես հարգում եմ սեփական ժողովուրդը, ես այդ ժողովուրդը մատաղ չեմ տալիս։ 5 տարվա ընթացքում մոտավորապես 1 միլիոն զոհ, 4 տարվա, 4.5 արդեն։ Եվ այն կենցաղը, որով ապրում է այդ ժողովուրդը, երբ որ բերում ես գցում ես 19-րդ դարի վերջ, լավագույն դեպքում։ Ուրեմն ես չեմ հարգում սեփական ժողովրդին։ Իսկ մենք ասում ենք ինչի մեջ չես հարգում։ Սա պետք է պարզապես, երբ որ դու անում ես ճիշտ կողմնորոշում, ճիշտ ախտորոշում, շատ ավելի հեշտ է ապրելը։ Նույնը Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հենց որ փորձում ենք որոշակի երկխոսության գալ, ասում են, ահա սեր եք բացատրում, եղբայր Սա քաղաքականություն է, սրանք պետական հարաբերություններ են, սիրո ատելության մասին խոսակցությունը միայն խանգարում է։ Պետք է լավ սթափ իմանալ ով է դեմդ նստած եւ շարունակել հետը շփվել հաշվի առնելով ով է դեմդ նստած։ Այլ ոչ թե ընկնել երազանքների մեջ, որի մեջ մենք մշտապես ընկել ենք։ Առաջին հերթին հյուսային հարևանի վերաբերյալ։ Առավել եւս այսօր Այս իրավիճակում աշխարհի, երբ որ անկեղծ քաղաքակիրթ ես աշխարհը չեմ ասի նույնիսկ, որտեղ սա մի անգամ ցենց ասեմ, քաղաքակիրթ առաջադեմ մարդկությունը մերժում է նման դիկտատուրաներ։ Մենք ասում ենք, չէ, մենք ստեղ լինենք։ Լինենք, ով է տուժում։ Մեզ Եվրոպայում չեմ սպասում։ Պարզորոշ չեն սպասում, մեզ է դա պետք ոչ թե իրանց։ Եկեք սրա մասին մտածենք, ինչ է մեզ պետք, ով է մեզ սպասում, բան է, ստրուկի մտածողություն է, Ռուսաստանը մեզ սպասում է, ասում արի, ես մի քանի անգամ պետով խելքը գլուխդ կհավաքես, հա, դա սպասում է։ Իսկ այնտեղ ասում են արի որակը բարձրացրու ապրանքի, քո օրենսդրությունը բեր նորմալ վիճակի, քո դատարանները դարձրու անկախ, քո մամուլը դարձրու իսկապես պրոֆեսիոնալ մամուլ եւ այլն բաներ, մենք ասենք իրենք մեզ չեն սպասում։
Իդեպ Վլադիմիր Պուտինին արձագանքել է ընդլայնման հարցերով Եվրահանձնակատարը, անթույլատրելի համարելով Պուտինի հայտարարությունները եւ նշելով, որ եվրոպական թե այլ ճանապարհ Հայաստանի ժողովուրդն է ընտրելու եւ որոշելու, նրան որևէ մեկը չի կարող դրսից ուղղորդել կամ թելադրել կամ պահանջներ ներկայացնել։ Բայց դուք պատկերացնում եք, դա ինչ է նշանակում Պուտինի համար ժողովուրդն է որոշելու։ Ծեր եք արդում ինձ, ժողովուրդը որ որոշի։ Հենա իմ ժողովուրդը բան է որոշում։ Ոչ ոք չի որոշում, չէ, որոշողը ես եմ։ Դուք այնտեղ Եվրոպայից ասում եք ժողովուրդը Հայաստանի որոշում։ Եթե Ռուսաստանի ժողովուրդը իրավունք ունի որոշելու, Հայաստանի ժողովուրդը ինչ պիտի իրավունք ունենա։ Շատ բարձր տրամաբանություն է։ Բայց նաև արձանագրենք այն ընդդիմությունը կամ ընդդիմության այն հատվածը, որի մասին մենք նաև խոսեցինք, որ բավականին անկեղծ են։ Իսկ դա ավելի հեշտացնում է կողմնորոշվելը, ընտրություն իրականացնելը։ Օրինակ, մենք երբեք չենք լսի, որ ընդդիմության այդ ներկայացուցիչները ասեն, որ Ֆրանսիան կամ Եվրոպական միությունը կամ Մերձավոր Արևելյան երկրները Հայաստանի դեմ ռազմական գործողություն կիրականացնեն կամ տնտեսական պատերազմ կսկսեն կամ ասում են Ռուսաստանի մասին դա միայն այսինքն իրենք էլ են արձանագրում, որ հնարավոր ագրեսիան սպասվում է հյուսիսից, եթե սպասվում է, էլի, շատ հետաքրքիր է եւ դրա բացատրությունը չանել եւ չլինել այնպիսին, որը կարող է բերել այդ ագրեսիային։ Այսինքն չլինել այնպիսին, ինչպիսին դու ուզում ես լինել։ Բոլոր պարագաներում եթե դու անում ես հարմարվելով, հա, իսկ խոսքը սրա մասին է գնում։ Եվ այսպես ասած ռուսական ուժերը եւ եվրոպական ուժերը ճիշտ եք ասում, պատկերը ամբողջովին օբյեկտիվ ունեն։ Եվ հաճախակի նույնիսկ ասում են Ռուսաստանը լավագույն ընկերը չի, բայց շատ վատ թշնամի է։ Ասում են, ընդ որում այս ճամբարից են ասում, նոր բան չկա այստեղ։ Բայց կա էլ պարզ ճշմարտություն։ Ծեծում են նրան, ով միշտ հարմարվում է։ Եվ հիմնականում ոչ թե ծեծում են նրա համար, որպեսզի նա ենթարկվի։ Ծեծում են, որպեսզի լինի օրինակ։ Ավելի լավ հարմարվի։ Հա, չէ, լավ օրինակ ուրիշների համար։ Նայեք ինքը Պուտինը խոսում է օրինակներով։ Այդ տեսեք բանը Վրաստան, այդ տեսեք Մոլդովան, այդ տեսեք Ուկրաինան։ Ես այնտեղ մտել եմ, որպեսզի այդ օրինակը դուք բոլորը տեսնեք, նույնը Հայաստանի պարագայում։ Եթե Հայաստան ինքը ընտրի ճանապարհ, գնա ապարկի Պուտինի տակ, ասի մենք քո ծառան ենք, ինչ կուզես կանենք, էլի կսկսենք քվեարկել, մակում այնպես ինչպես դու ես ուզում եւ այլն եւ այլն եւ այլն, միևնույն գլխից կխփի։ Որպեսզի հանգարցակի ինչ որտեղ, ինչ որ բաներ չբարձրան եւ արդեն իրենց օրինակ կբերի, կասի տեսակ այդ Հայաստանի գլխին խփել են, որտեղ մի քանի տարի փորձեցին փոչ խաղացնել։ Անթույլատրելի է։ Հայաստանը արել է այդ ընտրությունը, քաղաքակրթական։ Ես չեմ կարծում, որ ընտրությունը պետք է կատարի իշխանությունը կամ ընդդիմությունը կամ որևէ քաղաքական ուժ։ Եվ սրանք գեղեցիկ խոսքեր չեն, որ նաև օգտագործվում են եւ եվրոպացիների կողմից, եւ Պուտինի կողմից, իմիջիալոց, եւ մեր իշխանության կողմից եւ տարբեր կուսակցությունների կողմից ընտրությունը պետք է կատարի ժողովուրդը, որտեղ միայն ու միայն ժողովրդի կատարած ընտրությունը կարող է լինել ամուր։ Բերեմ մի օրինակ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր ծրագրի մեջ գրել էր Եվրոմիության ասոցիացիան մասին, հաղթել էր ընտրություններում, չեմ ասում ինչպես հաղթել էր բոլոր դեպքերում։ Փաստ ենք արձանագրում։ Հետո մի օրվա ընթացքում կուսակցության ղեկավարը եւ երկրի նախագահն փոխեց այդ կողմնորոշումը։ Մինչ այդ մեծ պաշտոնյաներ, վարչապետ, բացատրում են, թե ինչու Հայաստանը չի կարող լինել ԵԱՏՄ-ի մեջ, որտեղ ընդհանուր սահման չկա եւ այլն եւ այլն։ Մի օրում փոխվեց, ինչ որ ամբողջություն տեղի ունեցավ հանրության կողմից, ոչ, մի քանի հոգի կարելի է պարզապես պատերի վրա հաշվել եւ երևի թե մի քանի կուսակցություն, բայց հանրային, ասենք ասեմ,
ընդդիմություն այդ որոշմանը չեղավ։ Եվ դրա համար հանգիստ դա գնաց այդ process-ը։ Ինչին նա բերեց, մենք տեսանք 16 թվականի պատերազմին եւ այլն։ Հիմա նույնն է այսօր։ Եթե մենք ներքուստ գոնե ժողովրդի մեծամասնության կողմից որոշում կայացնելուց քվյա խցիկ մտնելուց եւ քվյա տուփի մեջ թերթիկը գցելուց տեր չեն կանգնում մեր ընտրությանը, շատ հեշտ է մեզ շեղել։ Կուսակցության լիդերներին կարելի է բաց նստացնել, կարելի է այն անել, կարելի ասել սխալվել են, նույն մարդիկ կարող են ասել մենք սխալվել ենք եւ հազար մի բան կարելի ասել։ Այստեղ ժողովրդի ընտրությունը եւ ուզում եմ ասել, որ խնդիրը ոչ միայն ընտրության մեջ է, խնդիրը քո ընտրությանը տեր կանգնելու մեջ է։ Ես կարող եմ ասել 99%-ով համոզված եմ, որ նախապատրաստվում են հետ ընտրական որոշակի իրադարձություններ։ Սա արդեն բացի երևում է։ Սրան էլ է պետք դիմադրել։ Ինչ են պատրաստվում, որտեղ հույս չունեն, որ ընտրություններով կհաղթեն։ Ուրեմն այս process-ին էլ է պետք։ Սա միայն ոստիկանական ուժերով հնարավոր չի։ Հանրությունը չպետք է ընդունի, չպետք է ուզենա գտնվել այս քաղաքակրթական դաշտում, նույնիսկ ամոթ է անվանել քաղաքակրթական, որտեղ դա ոչ քաղաքականության հետ, ոչ կրթության հետ որևէ կապ չունի։ Հետամնաց, մաշված, փտած մոդել է, եւ կյանքը իրեն իհարկե թելադրելու է, վաղ թե ուշ, պարզապես պետք չի մշտապես ուշանալ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էր, մնացեք առաջինի հետ, կշարունակենք րոպեներ անց։